Ավարտվեցին Վրաստանի խորհրդարանական ընտրությունները Ախալքալաքի և Նինոցմինդայի մեծամասնական ընտրատարածքում 8 թեկնածու էր պայքարում։ Վրացական երազանքից առաջադրվել էր Հենզել Մկոյանը, Միացյալ ազգային շարժումից Արսեն Կարապետյանը, Ազգային ֆորումից Արմենակ Փոլորչյանը, ինքն առաջադրվել էին Ռոբերտ Ջաղացմանյանն ու Արտաշես Փալանջյանը։ Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմայնաշվիլի, Վրաստանի հայրենասերների դաշինքը Միացյալ ընդդիմությունից առաջադրվել էր Մերուժան Կարախանյանը, Պաատա-Բուրջուլաձեի պետությունը ժողովրդի համար բլոկի կողմից Շաքրո Այվազյանը, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել էր Աշոտ Սահարյանը։ Ինչպես են ընթացել ընտրություններն Նինոցմինդայի շրջանում։ Ամենաթարմ տեղեկություններն է տրամադրում Նինոցմինդայի 41 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գյուրեղյանը։ Ես ձեզ ասեմ, որ նախ շնորհավորում եմ մեր բոլոր ընտրողներին, իրենց ակտիվ, ճիշտ է, բարձր չէ ցուցանիշը, բայց համեմատած Վրաստանի մնացած ընտրատարածքների հետ մեր շրջանի ընտրողները ապացուցեցին, որ իրենք միշտ էլ ակտիվ մասնակցություն են մանավանդ այսպիսի պետական հատուկ նշանակություն ունեցող ծառայության համար։ Շնորհավորում եմ եւ մեծ շնորհակալություն եմ հայտնում իրենցից։ Ավելացնեմ, որ բոլոր ընտրատեղամասերը փակվել են արդեն։ Ճիշտ է, օրվա ընթացքում որոշ խախտումներ եղավ եւ դիտորդների կողմից եւ ասենք թե ընտրողների կողմից, այնուամենայնիվ այնպիսի կոպիտ խախտումներ չի եղել, որպեսզի ասենք թե ազդի եւ ցուցանիշի վրա եւ ազդի ասենք թե որպեսզի այդ խախտումները գրանցվեն կոպիտ, այդպիսի բաներ չի եղել։ Նորից եմ կրկնում իմ վերջին շնորհակալությունս եւ դիտորդներից եւ հանձնաժողովից եւ ներկայացուցիչներից եւ բոլորից։ Ասեմ բուն թեմային։ Այս պահին հաշվարկ է գնում բոլոր տեղամասերում, դիտորդները բոլոր տեղամասերում նորից իրենց դիրքերում են, հանձնաժողովն աշխատում է իր նորմալ աշխատանքով եւ հույս ունեմ, որ մի քանի ժամի անց արդեն բոլոր տվյալները պատրաստ կլինեն եւ մենք արդեն կիմանանք թե ով է հաղթողը։ Նախորդ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, բոլորին հայտնում եմ իմ շնորհակալությունը, իսկ վերջում հաղթողին մենք առանձին կշնորհավորենք։ Շնորհակալություն։